Եթե ունեք Աստվածաշունչ, պիտի խնդրեմ, որ բացեք Հովհաննեսի ավետարան 11-րդ գլուխը։ Ես իմ պատգամն այսօր անվանել եմ թաղված հույսերի հարությունը։ Մի քիչ պաթոսային է հնչում, բայց երբ որ ես ավարտեմ իմ պատգամը, այդ պաթոսը ամբողջությամբ կանցնի ու մենք ուղղակի կառերեսվենք իրականության հետ։ Թաղված հույսերի հարությունը։ Հովհաննեսի ավետարան 11-րդ գլխում ես իհարկե ծառայության ընթացքում պիտի ընթերցեմ 1-ից մինչև 45 համարները, բայց հիմա ամբողջը չեմ ընթերցելու, այլ հատված առ հատված կփորձենք Տիրոջ խոսքից որոշակի ճշմարտություններ մեր կյանքի համար այսօր վերցնել։ Առաջին խոսքից ասվում է. «Եվ մի հիվանդ կար, անունը Ղազարոս, Բեթանիայից, Մարիամի եւ նրա քույր Մարթայի գյուղից։ Մարիամն էլ նա էր, որ Տիրոջը յուղով օծեց եւ նրա ոտները սրբեց իր մազերով, որի եղբայրը Ղազարոսը հիվանդ էր։ Եվ նրա քույրերն ուղարկեցին նրա մոտ եւ ասեցին. Տեր, ահա նա, որին դու սիրում ես, հիվանդացել է։ Հիսուսն էլ, երբ որ լսեց, ասաց. այս հիվանդությունը մեռնելու համար չէ, այլ Աստծո փառքի համար, որ Աստծո որդին նրանով փառավորվի։ Եվ Հիսուսը սիրում էր Մարթային եւ նրա քրոջը եւ Ղազարոսին։ Թանկագին քույրեր եղբայրներ, քրիստոնեության պատմության մեջ հատկապես վերջին 50-60 տարիների ընթացքում ամենամեծ մոլորություններից մեկը հատկապես հավատքի ու բարգավաճման շարժման մեջ եղել է սա. եթե Աստված սիրում է քեզ, ուրեմն քեզ հետ ոչ մի վատ բան չի պատահի։ Եթե Աստված սիրում է քեզ, հնարավոր չի, որ քեզ հիվանդություն գա։ Եթե Աստված սիրում է քեզ, հնարավոր չի, որ դու աղքատությամբ բախվես։ Մեկ պատմություն ընդամենը Աստվածաշնչի պես մեջ ամբողջությամբ քանդում է այս դոկտրինան եւ մեզ թույլ է տալիս ավելի խորը գնալ Աստծո ճշմարտության մեջ եւ հասկանալ, որ նրանց, ում Հիսուսը սիրում է, իսկ Հիսուսը ձեզ բոլորից սիրում է առանց նախապայմանների սիրով, անմնացորդ սիրով, բայց նրանց, ում Հիսուսը սիրում է, երբեմն կարող են նրանց հետ պատահել վատ բաներ, կամ գուցե բաներ, որոնք մենք ենք սկզբում ընկալում որպես վատ։ Այս կեղծ ուսմունքը, կեղծ այս մոլորությունը հազարավոր եւ միլիոնավոր մարդկանց հուսախաբ է արել։ Ինչու՞, որովհետեւ մարդիկ ընդունելով Տեր Հիսուսին, առաջին իսկ ավետարանը բարի լուրը, որ լսել են, սա եղել։ Եթե դու գաս Հիսուսին, Հիսուսը քո բոլոր հարցերը կլուծի։ Եթե դու գաս Հիսուսին, Հիսուսը քեզ կբժշկի, քեզ կհարստացնի, կլուծի քո բոլոր խնդիրները եւ դու կապրես հրաշալի երջանիկ ու հաջողակ կյանքով։ Սա ավետարան չի, թանկագին քույրեր ու եղբայրներ։ Հիշում եմ տարիներ առաջ մի կին փորձում է իրենց շենքի էլեկտրիկին քարոզի ավետարան։ Եվ քարոզում է. եթե դու գաս Հիսուսին, Հիսուսը քեզ ցույց կտա, թե ովքեր են խաբում հոսանքի հարցում, ու դու կգնաս ու կբռնես։ Պատկերացնում եք այս էլեկտրիկի ավետարանը, որ նա լսեց, եթե նա ապրի այդ ավետարանով, ամբողջ կյանքում մտածելու է, որ Հիսուսը հենց դրա համար էր իրեն պետք։ Բայց այս կեղծ մոլորությունը ստեղծում է պատրանքներ մարդկանց կյանքերում, կեղծ սպասումներ, որոնք ի վերջո մարդկանց հուսախաբ են անում, որ եթե Հիսուսը սիրում է քեզ, ուրեմն քեզ հետ ոչ մի վատ բան չպիտի պատահի։ Բայց այստեղ գրված է, որ Հիսուսը սիրում էր Մարթային, Մարիամին եւ շատ առանձնահատուկ կերպով շեշտադրում է, որ Հիսուսը Ղազարոսին էլ էր սիրում, որովհետեւ եկան նրա մոտ եւ ասեցին. Տեր, ում որ դու սիրում ես, հիվանդացել է։ Եվ 5-րդ խոսքն ասում է. եւ Հիսուսը սիրում էր Մարթային եւ նրա քրոջը եւ Ղազարոսին։ Եվ երբ որ լսեց, թե նա հիվանդ է, այստեղ պետք է երևի, եթե ես գրեի ավետարանը, կգրեի, որ երբ որ լսեց, որ հիվանդ է, անմիջապես շտապեց բժշկելու։ Գրված է, երբ որ լսեց, որ հիվանդ է, 2 օր էլ մնաց այնտեղ։ Սա ուղիղ հակառակ է մեր պատկերացումներին։ Տեր իմ Աստված, ես եկել եմ Հիսուսի մոտ եւ ասում եմ. Հիսուս, ում որ դու սիրում ես, հիվանդ է եւ մենք դեռ չգիտենք ինչքան կապրի։ Շտապ պետք է գաս ու բժշկես։
Մենք սպասում ունենք Տիրոջից, մենք հույս ունենք Տիրոջից, որ Տերը կգա, բայց Տերն ասում է. շատ լավ, եկեք 2 օր էլ սպասենք։ Բայց մինչ այդ մի հետաքրքիր բան է ասում Հիսուսը նրանց, ովքեր որ գալիս են ու հայտնում են Ղազարոսի հիվանդության լուրը։ Այդ հիվանդությունը մեռնելու համար չէ, այլ Աստծո փառքի համար, որպեսզի Աստծո որդին փառավորվի նրանով։ Տեր իմ Աստված, արդյոք ես ճիշտ եմ հասկանում, իմ կյանքում պետք է տեղի ունենա նմանատիպ մի բան, որ դու փառավորվես։ Ես կարիք ունեմ իմ կյանքում անցնելու նմանատիպ մի բանով, որպեսզի դու փառավորվես։ Ես ստիպված պիտի լինեմ գին վճարեմ, որպեսզի դու իմ կյանքում փառավորվես։ Ես ստիպված պիտի լինեմ այսպիսի գին վճարեմ, որ դու փառավորվես։ Տեր իմ Աստված, դու չունես այլ տարբերակ փառավորվելու։ Ինչու ես անպայման ուզում, որ ես գին վճարեմ։ Ինչու ես անպայման ուզում, որ ես հասնեմ հուսահատության այդ կետին եւ իմ աղոթքներն էլ դառնան հուսահատության աղոթք, որպեսզի դու շարժվես իմ կյանքում եւ փառավորվես։ Ինչու ես ինձ հասցնում այդ կետին։ Հիսուսը շատ հանգիստ պատասխանում է. դա Աստծո փառքի համար է։ Պատկերացրեք, այդ մարդիկ լսեցին այս լուրը։ Լսեցին այս խոսքը Հիսուսից, որ սա մեռնելու համար չէ, ու շտապեցին ուր Մարթայի եւ Մարիամի մոտ, որպեսզի բարի լուր տան։ Տիրոջից խոսք են կառել։ Դու հուսացած էիր Աստծուն, մենք խոսք ենք առել Տիրոջից։ Նա ասաց, որ սա մեռնելու համար չի, դա նշանակում է քո եղբայրը կբժշկվի։ Աստված խոսք տվեց, որ նա պիտի բժշկվի, որովհետև ասեց սա մեռնելու համար չի։ Պատկերացրեք, ու այս սպասումները հիմա Մարթայի ու Մարիամի մոտ հույս են արթնացնում։ Աստված հիմա չի եկել, բայց խոսք է ուղարկել, որ սա մեռնելու համար չի։ Տերը խոսք է ուղարկել։ Տեսեք, որքան զարմանալի է, ինչպես ենք մենք Աստծուց առած խոսքը սկսում մենք մեր պատկերացումներով մեկնաբանել ու հարմարեցնել մեր ուզած ժամանակին եւ մեր ուզած հանգամանքներին։ Բայց Հիսուսը այլ բան նկատի ուներ։ Բայց թույլ է տալիս։ Հիսուսը թույլ է տալիս, որ այդ բոլոր պատկերացումները, մարդկային մեկնաբանությունները ոչ մի բան չի աշխատում։ Ամեն բան մեռնում է։ Որից հետո նոր միայն Աստված պիտի շարժվեր։ Դրանից հետո ասեց աշակերտներին. եկեք դարձյալ գնանք Հրեաստան, աշակերտներն ասեցին նրան. ռաբի, հիմա հրեաները ուզում էին քեզ քարկոծել եւ դարձյալ այնտեղ ես գնում։ Հիսուսը պատասխանեց. չէ՞ որ օրը 12 ժամ ունի։ Եթե մեկը ցերեկը մանգա չի սահի, որովհետեւ այս աշխարհի լույսը տեսնում է։ Իսկ եթե մեկը գիշերը մանգա կսահի, որովհետեւ լույս չկա նրանում։ Այս ասեց եւ սրանից հետո ասեց. մեր Ղազարոս բարեկամը քնեց։ Սա տարբերությունն է, ինչպես ենք մենք տեսնում երևույթները եւ ինչպես է Հիսուսը տեսնում։ Այնինչ մենք համարում ենք մեռած, Հիսուսը համարում է քնած։ Այնինչ մենք համարում ենք պարզապես կործանում, Հիսուսը համարում է Աստծո փառք։ Սրանք երևույթներն են, որոնք Աստված այլ կերպ է տեսնում։ Մեր Ղազարոս բարեկամը քնեց, բայց գնամ, որ զարթնեցնեմ նրան, եւ նրա աշակերտներն ասեցին նրան. Տեր, դե եթե քնել է, կարողանա։ Աշակերտները ուղիղ հասկացան ամեն բառը։ Ինչպես որ այն մարդիկ, ովքեր որ եկել էին, որպեսզի լուր տային, որ Ղազարոսը հիվանդացել է։ Ուղիղ հասկացան։ Դե եթե քնած է, կարթնանա, դրա համար արժի գնալ հասնել Հրեաստան։ Բայց Հիսուսը նրա մահվան համար էր ասել, նրանք էլ կարծում էին, թե քնելու համար էր ասում։ Եվ այն ժամանակ Հիսուսը հայտնի ասեց. Ղազարոսը մահացավ։ Հիմա եկեք մի փոքր սրա շուրջ մտածենք։ Ընդամենը մի քանի խոսք առաջ մենք ինչ կարդացինք։ Երբ մոտեցան Հիսուսին եւ ասացին, որ նրան ում դու սիրում ես, հիվանդացել է, ինչ ասաց Հիսուսը։ Սա մեռնելու համար չի։ Սա Աստծո փառքի համար է։ Մենք էլ ընդունեցինք հավատքով Հիսուսի ասած խոսքը, որ սա մեռնելու համար չի, Տեր, սա նշանակում է, որ Տերը կտա բժշկություն, սա մեռնելու համար չի։ Եվ հետո կարդում ենք. Հիսուսը հայտնի ասեց. Ղազարոսը մեռավ։ Տեր իմ Աստված, ես հիմա արդեն շփոթության մեջ եմ։ Մի կողմից ես ստացա խոսք քեզանից, որ սա մահվան համար չէր,
Եվ ես հավատացի, որ դու կբժշկես։ Մյուս կողմից դու հայտարարում ես, որ Ղազարոսը մեռավ եւ հայտարարում ես այնքան հանգիստ, կարծես ոչինչ տեղի չի ունեցել։ Ու ոչ միայն ասում է Ղազարոսը մեռավ, հաջորդ խոսքը աշակերտներին պարզապես շոկի է ենթարկում։ Եվ ես ուրախ եմ ձեզ համար։ Ղազարոսը, ում ես սիրում եմ, մեռավ, եւ ես ուրախ եմ ձեզ համար։ Ուրախ եմ ձեզ համար, որ ես այնտեղ չէի։ Այլ կերպ ասած, ես ուրախ եմ, որ չպատասխանեցի քո աղոթքին։ Ես ուրախ եմ, որ պատասխան չբերեցի այն ժամանակ, երբ դու էիր սպասում։ Ես ուրախ եմ ձեզ համար, որ այնտեղ չէի, որ դուք հավատաք ինձ, բայց գնանք նրա մոտ։ Թովմասն էլ ասում է աշակերտներին, մենք էլ գնանք նրա հետ մեռնենք։ Թովմասը այսպես ռոմանտիկ աշակերտն էր։ Գնանք դե մենք էլ մեռնենք, երևի սա է նպատակը։ Գնում ենք մեռնենք։ Նայեք ինչպես ենք մենք ընկալում մահը, ինչպես է մարդը ընկալում մահը եւ ինչպես է Տերը նայում մահվանը։ Ընդհանրապես ասում են, երկրի վրա ավելի շատ քրիստոնյաներն են վախում մահվանից, քան աթեիստները։ Թեև պիտի լիներ հակառակը։ Բայց դուք պատկերացնում եք այս ամբողջ ընթացքում որքան հույս կար Մարթայի ու Մարիամի ներսում, որ Տերը խոսք է տվել, Տերը շուտով կգա եւ բժշկությունը կգա, որովհետեւ Տերն ասել է, որ սա մեռնելու համար չի։ Մարդը ունի սպասում։ Հավատքն էլ հուսացած բաների հաստատությունը եւ չերևացող բաների ապացույցն է։ Ռուսերեն թարգմանության մեջ ասում է, դա սպասվածի իրականացումն է եւ հուսացած բաների հաստատությունը։ Ես հուսացի, Տեր, ես հավատացի, ես սպասեցի։ Եվ պատկերացրեք այդ խոսքը, երբ որ եկավ Մարթայի ու Մարիամի մոտ, նրանք հույսով լցված, ոգևորված, սպասում էին բժշկությանը։ Անցնում է ժամանակ եւ զգում են, որ Ղազարոսի վիճակը ավելի է վատանում։ Փորձում են այդ խոսքին դարձյալ այդ խոսքը հռչակել ու հավատալ։ Փորձում են ավելի շատ աղոթել։ Փորձում են ծոմ պահել։ Անցնում է ժամանակ եւ Ղազարոսը ավելի է վատանում։ Բայց նրանց հույսերը ամբողջությամբ ուղղակի փշրվում են այն պահին, երբ Ղազարոսը մահանում է։ Ղազարոսը մահանում է եւ սա հուսահատության մի կողմն է։ Հուսահատության մյուս կողմն էլ եւ ավելի խորը հուսահատությունը դա այն է, որ Հիսուսը չեկավ։ Մի բան է, երբ դու ունես կորուստ, դա դեռ հուսահատություն չի, որը տանում է դեպի կործանման, որովհետեւ Աստված կարող է մխիթարել։ Իրական հուսահատությունը, որը դժոխքից դուրս է գալիս ու հարձակվում մարդու վրա, որ տանի դեպի կործանման, դա այն է, որ Աստված այլևս չկա։ Ես քեզ էլ չեմ հավատում։ Ես քեզ այլևս չեմ վստահում։ Սա է իրական հուսահատությունը, որ կարող է մարդուն կործանել։ Մարդը կարող է ունենալ կորուստ, բայց Տիրոջ ներկայությունն ու Տիրոջ մխիթարությունը կարող է վերականգնել։ Բայց երբ մարդն սկսում է կասկածել Տիրոջ գոյությանը, սկսում է կասկածել, որ Աստված իրեն սիրում է, սա է այն հուսահատությունը, որ կարող է մարդուն տանել դեպի կործանման։ Եվ հիմա Ղազարոսը մահացել է, կա կորուստ, կար սպասում, կար հույս, որ Հիսուսը կգար, բայց Հիսուսը չեկավ։ Հիսուսը չեկավ, բայց չեկավ այն պահին, երբ նրանք էին սպասում։ Քանի անգամ ենք հուսահատվել, երբ Հիսուսը չի եկել մեր օրացույցով։ Քանի անգամ ենք հուսահատվել, երբ Աստված չի պատասխանել մեր աղոթքներին, չի արդարացրել մեր հույսերը մեր ուզած ժամանակին, մեր օրացույցով, մեր ուզած կերպով։ Հուսահատությունը գալիս է մեր կյանքում հենց այն պահից սկսած, երբ մենք ենք վերահսկողությունը վերցնում մեր ձեռքերի մեջ։ Մենք ենք որոշում ժամանակը, մենք ենք որոշում տեղն ու կերպը, ինչպես Աստված պիտի պատասխանի մեր կյանքում, ինչպես Աստված պիտի խոսի մեր կյանքում։ Եվ սա գալիս է դարձյալ այն մոլորությունից, որի մասին ես նախաբանում ասեցի, որ հավատքը դա այն է,
որ դու վերցնում ես վերահսկողությունը քո ձեռքը։ Տեր Հիսուսը խոսում էր հավատքի մասին, Աստվածաշունչը խոսում է հավատքի մասին, բայց երբեք Աստվածաշունչը չի խոսել հավատքի մասին այն տեսանկյունից, որ հավատքը դա մի գործիք է, որը դու ուղղակի վերցնում ես ձեռքդ վերահսկողությունը ու կիրառում ես այնտեղ, որտեղ ցանկանաս, այնպես, ինչպես ցանկանաս։ Եվ այս մոլորությունը դարձավ միլիոնավոր քրիստոնյաների հուսահատության պատճառը, եւ շատ քրիստոնյաներ թաղեցին իրենց հույսերը վերջնականապես, որ Աստված իրենց կյանքում կշարժվի։ Ինչու? Որովհետեւ անարգվեց Աստծո ինքնիշխանությունը, Աստծո կամքը անարգվեց։ Մենք վերցրեցինք հավատքով վերահսկողությունը մեր ձեռքը։ Դու հիվանդ ես, չես հավատում, չես կարողանում հավատաս։ Եկ աղոթենք ու հիմա կբժշկվես։ Դու այդքան վստահ ես։ Դրա համար երբեք չեմ հասկացել այսպիսի ծառայությունների հայտարարություններ, բժշկության ծառայություն։ Այսինքն դու 3 ամիս առաջ արդեն գիտես ու որոշել ես, որ այդ օրը քո նշած օրացույցով Սուրբ Հոգին պատրաստվում է բժշկել։ Հայտարարվում է բժշկության ծառայություն։ Ես այս նախաբանը բերում եմ նրա համար նաև, որպեսզի մենք հասկանանք, որ մեր հուսահատության մի զգալի մասը շատ անտեղի է։ Դա մեր կեղծ սպասումների, հավատքի մասին մեր պատրանքների արդյունքն է, որ մենք հասնում ենք հուսահատության։ Բայց Աստված իրապես խոսք էր տվել, որ սա մեռնելու համար չի։ Եվ մինչ փորձում էին մարդիկ իրենց խղճուկ հավատքով վերահսկողությունը վերցնել իրենց ձեռը, Աստված այնպես արեց, որ կարծես հողը մարդու ոտքերի տակից փախավ, որ մարդը հասկանա, որ ոչինչ էլ քո վերահսկողության տակ չէ։ Բայց երբ որ Աստված ասավ սա մեռնելու համար չէ, Աստված պատրաստվում էր անել ավելին, քան նրանք սպասում էին։ 17-րդ խոսքն ասում է. Հիսուսն էլ եկավ, նրան արդեն 4 օր գերեզմանի մեջ դրած գտավ։ Ինչ է լինում վերջում, երբ որ մենք արդեն հուսախաբ ենք լինում, հուսահատ ենք, մենք մեր հույսերը որոշում ենք վերջնականապես թաղենք։ Մեզ էլ պետք չի։ Հոգեբանության մեջ այդպիսի մի բան կա, չէ, երբ որ մարդու մոտ արդեն դժվարության մեջ երկար սպասելուց հետո ապաթիա է գալիս, այսինքն իրեն արդեն չի հետաքրքրում, լավ բան կլինի, վատ բան կլինի, ինքը ամեն ինչի նկատմամբ իներտ է, իրեն չի հետաքրքրում։ Վիկտոր Ֆրանկլը, ավստրիացի հոգեբանը, ով երկար տարիներ եղել էր համակենտրոնացման ճամբարներում երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, ասում էր, որ համակենտրոնացման ճամբարում սկզբում դե բնականաբար կար մարդկանց մոտ այդ վախը, անհանգստությունը, նրանք չէին հասկանում ինչա տեղի ունենալու, ինչա սպասվում իրենց ապագայում, բայց կարճ ժամանակ հետո ասում է, որ մարդիկ հենց ապաթիա էին արդեն ձեռք բերում, արդեն իրենց չէր հետաքրքրում։ Մարդը, ով սարսափով կարող էր հանկարծ նայել ինչ որ մեկի մահվանը, նկարագրում է, որ պատկերացրեք, ասում է, ես որոշ ժամանակ անց արդեն այնքան էի տեսել, որ պատուհանի մոտ նստած ճաշ է, իմ ապուրն էի ուտում ու տեսա, որ մեկը մահացած ընկավ։ Ես մի պահ կանգ առա ու նորից շարունակեցի ուտել։ Այս ապաթիան գալիս է նաև քրիստոնյաներիս մեջ։ Սկզբում մենք խանդավառվում ենք Տիրոջ խոսքով, մենք հույս ունենք, սպասում ունենք Տիրոջից, Տերը խոսք է տվել մեզ, Տերը փառավոր բաներ պիտի անի, Տերը բժշկություն է խոսել, Տերը վերականգնում է խոսել, բայց երբ հասնում է երկրորդ օրը, երրորդ օրը և Տերը չկա։ Մենք հասնում ենք հուսահատության այն կետին, երբ որ արդեն տրամաբանություն չկա, ես էլ ինչին եմ սպասում, ես էլ ինչին եմ հուսացած, հիմա հո ամեն ինչ ավարտվեց, ամեն ինչ ավարտվեց։ Ես աղոթում էի Տիրոջը, որ ինձ դուրս բերի պարտքերից, հիմա արդեն ավելի շատ եմ պարտքերի մեջ հայտնվել։
Ես աղոթում էի Տիրոջը, որ բժշկի իմ մարմինը։ Ես առաջին հիվանդությունից դեռ չեմ ազատվել, արդեն երկրորդը եկավ։ Ինչին ես սպասեմ։ Եթե Աստված գար, հիմա արդեն եկած կլիներ։ Եվ որքան զարմանալի է, որ սատանան մշտապես առաջին իսկ հարձակումը թիրախավորում է ինչը քո սրտում, որ Աստված քեզ չի սիրում։ Աստված քեզ չի սիրում։ Ու դու գալիս ես, նստած ես կիրակնորյա ծառայությանը դահլիճում, ամբողջությամբ կոտրված ու հուսահատ եւ որոշում ես կայացրել, որ սա քո վերջին ծառայությունն է։ Դու ընդամենը եկել ես, որ ուղղակի վերջին անգամ եկել եմ, որ դրանից հետո ինքս ինձ պատժեմ։ Ու հանկարծ կանգնում է ինչ-որ մեկը ամբիոնի առաջ ու վկայում է. «Սիրելիներ, ես վկայություն ունեմ, Տերը հրաշալի բան է արել իմ կյանքում»։ Եվ այնտեղ ինչ-որ մեկը ականջից սկսում է շշնջալ. «Տեսնում ես Աստված ում է սիրում»։ Եթե Աստված քեզ էլ սիրեր, դու այսօր կունենայիր վկայություն։ Դու չունես, որովհետև Աստված քեզ չի սիրում։ Դրա համար էլ Աստված եկավ նրա կյանքում, իսկ քո կյանքում չեկավ։ Եվ դժոխքից դուրս եկած այս սուտը ավելի սարսափելի է, քան այն կեղծ պատրանքները, որ դու ունեիր հավատքի մասին։ Հիսուսն էլ երբ որ եկավ, արդեն 4 օր գերեզմանի մեջ դրված գտավ։ Բեթանյան մոտ էր Երուսաղեմին, 15 ասպարեզի չափ։ 15 ասպարեզը դա 2 կիլոմետր 800 մետր էր։ Սովորական դանդաղ քայլով մարդը կարող էր ընդամենը դանդաղ քայլով 30 րոպեում հասներ։ Բայց Հիսուսը չեկավ։ Եկավ, երբ արդեն 4 օր դրված էր գերեզմանը, եւ մի մեծ քար էին փակել այդ գերեզմանի վրա։ Որքան զարմանալի է, որ Տիրոջ խոստմունքից եւ Տիրոջ այցելությունից երբեմն մեզ ընդամենը 2.5 կիլոմետր է բաժանում։ Որքան զարմանալի է, որ Տիրոջ իրական աստվածային այցելությունից մեզ ընդամենը կարող է բաժանել 30 րոպե։ Եթե 30 րոպե էլ սպասեինք, Տերը գալիս էր։ Մենք ավելորդ հուսահատության մեջ չէինք ընկնի ու չէինք տանջվի, եթե այդ 30 րոպեն էլ սպասեինք։ Հիշում եք, երբ որ աշակերտները ծովի մեջտեղում էին գտնվում եւ փոթորիկ սկսվեց, ջուրը լցվում էր նավի մեջ, Հիսուսը քայլելով եկավ դեպի աշակերտները ու նրանք վախեցան, սկսեցին տագնապել, աղաղակել, մտածում էին, որ աչքի պատրանք է։ Հիսուսն էլ ասաց. «Մի վախեցեք, ես եմ»։ Եվ ինչ ասեց Պետրոսը. «Եթե դու ես, ասա, որ ես էլ գամ»։ Հիսուսն ասաց. «Եկ»։ Պետրոսը դուրս եկավ նավակից ու սկսեց քայլել դեպի Հիսուսը եւ գրված է, երբ որ փոթորիկը ուժեղացավ եւ ալիքները բարձրացան, վախեցավ։ Ոչ թե սկսեց խորտակվել, վախեցավ։ Դրա համար սկսեց խորտակվել։ Սկսեց խորտակվել ոչ թե որովհետև փոթորիկը ուժեղացավ, այլ որովհետև վախեցավ։ Քո կյանքում որքան էլ փոթորիկները ուժեղանան, որքան էլ ալիքները խփեն քեզ, քանի դեռ դու չես վախեցել, դու չես խորտակվի։ Բայց ինչ է գրված դրանից հետո։ Երբ որ խորտակվում էր, սկսեց աղաղակել. «Տեր, օգնիր ինձ»։ Եվ գրված է, Հիսուսը ձեռքը մեկնեց ու վեր քաշեց։ Դուք պատկերացնում եք, ինչպիսի հեռավորության վրա ես պիտի լինեմ, որպեսզի կարողանամ ձեռքս մեկնեմ ու ինչ-որ մեկին քաշեմ։ Երևի ընդամենը 1 մետր էլ չկար։ Որքան մոտ է կանգնած Հիսուսը մեզ փոթորիկի ժամանակ, բայց մենք աղաղակում ենք այնպես, կարծես Աստված տասնյակ հազարավոր կիլոմետրեր մեզանից հեռու է։ Որպես եկեղեցի, արթնությունը մեզանից ընդամենը 30 րոպե պակաս է։ Բայց մենք արդեն թաղել ենք մեր հույսերը գուցե։ Եվ Բեթանյան մոտ էր Երուսաղեմին 15 ասպարեզի չափ, եւ հրյաներից շատերը եկել էին Մարթայի եւ Մարիամի մոտ, որ մխիթարեն նրանց իրենց եղբոր մասին։ Դե բնականաբար, ինչ կարող է անել մարդը, մարդկային մխիթարություն։ Գալիս են, մոտիկանում են ու սկսվում է։ Դե Աստված էլ Բեթարից ազատի։ Դե մխիթարություն տա, դե հիմա եղել է, ստացվել է, ինչ կարող ենք անել։ Ստացվել է։ Էս է կյանքը։
Ինչ անենք։ Սա է։ Ոչինչ չենք կարող անել։ Ոչինչ մեր վերահսկողության տակ չի։ Այսպես է, մեկ ուրիշն էլ այլ կերպ է մխիթարում։ Թող այդ հավատքը։ Մի խորացի։ Պետք չի այդքան խորանալ։ Խորացակ դրա համար այդ օրը ընկաք։ Մի խորացեք։ Բայց երբ որ Մարթան լսեց, թե Հիսուսը գալիս է, գնաց նրան դիմավորելու։ Բայց Մարիամը տանը նստած էր։ Եվ Մարթան ասեց Հիսուսին. Տեր, եթե այստեղ լինեիր, իմ եղբայրը չէր մեռնի։ Եթե այստեղ լինեիր, իմ եղբայրը չէր մեռնի։ Սա ուղիղ մեղադրանք է Հիսուսին մի քիչ ավելի զգույշ տոնով։ Եթե դու ստեղ լինեիր, չէր մեռնի։ Դուք զգացիք, որ հավատք ունի։ Մարթան հավատք ուներ, Մարթան հավատում էր, որ եթե Հիսուսը լիներ, բժշկվելու էր։ Սա անհավատ կնոջ մասին չի խոսքը։ Սա հավատացյալ կնոջ մասին է խոսքը։ Նա հավատում էր, որ եթե Հիսուսը լիներ, եղբայրը բժշկվելու էր։ Բայց հիմա էլ գիտեմ, թե ինչ որ Աստծուց խնդրես, Աստված կտա քեզ։ Հիսուսն էլ նրան ասեց, հիմա տեսեք, Մարթան ասում է, ես հիմա էլ գիտեմ, որ ինչ որ Աստծուց խնդրես, Աստված կտա քեզ։ Դուք մտածում եք Մարթան այստեղ մտածում էր հարության մասին։ Ոչ։ Եթե հարության մասին մտածեր, պատասխանը հաջորդ այդպես չէր լինի, բայց Հիսուսը մի անգամից ուղիղ նշանակետին է խփում, որը շոկի է ենթարկում եւ գերազանցում է Մարթայի բոլոր սպասումները։ Քո եղբայրը հարություն կառնի։ Ահա։ Խոստմունք, Տերը ասաց, քո եղբայրը հարություն կառնի։ Մարթան էլ մտածեց, դե իհարկե, Մարթան խոսքը գիտեր, այո Տեր, ես հասկանում եմ, որ դու ինձ ուզում ես մխիթարես, ես գիտեմ, որ հարության օրը հետին օրում բոլորս հարություն ենք առնելու, եղբայրս էլ հարություն կառնի, այո, գոնե շնորհակալ եմ, որ սփոփանք եղավ, շնորհակալ եմ, որ ես մխիթարությունը ինձ տվեցիր, եւ հիմա պատկերացրեք Հիսուսին կանգնած Մարթայի առաջ, եւ Մարթան այս բառերը խոսում է Հիսուսին. Ու այդ պահին Հիսուսը չասաց, Մարթա, ես եմ հարությունը։ Չէ, Հիսուսը նայեց ասաց, Մարթա, ես եմ հարությունը։ Ես եմ հարությունը եւ կյանքը։ Ես ապագայի մասին չեմ խոսում։ Ես եմ հարությունը եւ կյանքը։ Հիսուսը եկավ, բայց ոչ այն ժամանակ, երբ Մարթան կամ Մարիամը սպասում էին։ Ես եմ հարությունը եւ կյանքը, ինձ հավատացողը թեև մեռնի էլ կապրի, այսինքն հնարավոր է, որ Հիսուսին հավատացողը մեռնի։ Եվ ամեն ով որ կենդանի է, բայց կան նրանք, ովքեր կենդանի են։ Եվ ինձ հավատում է, հավիտյան չի մեռնի։ Հավատում ես սրան։ Նա էլ ասեց, այո Տեր, հավատացել եմ, թե դու ես Քրիստոսը, Աստծո որդին, որ պետք է աշխարհ գայր։ Մարթան տպավորություն է հավատաց։ Այ հիմա հասկացավ, որ հարություն պիտի առնի, բայց սա դարձյալ շոկ էր։ Ուղղակի ժամանակավոր շոկ էր։ Դե Աստված ասաց, որ հարություն կառնի ու մինչև վերջ ես պատկերացնում եմ, մինչև գերեզմանին հասնելը Մարթան մտածում էր։ Դե գոնե սփոփանք եկավ, գոնե մխիթարություն եկավ, որ հարության օրը եղբայրս հարություն կառնի։ Բայց հարությունը եւ կյանքը գտնվում էր Մարթայի հենց դեմ դիմաց։ Եվ գիտեք, այս պատմության մեջ մեծագույն հրաշքն այն չէ, որ վերջում Ղազարոսը հարություն առավ։ Այս պատմության մեջ մեծագույն հրաշքն այն է, որ Աստծո կենդանի որդին իր ողջ փառքով հայտնվեց այդ վայրում, որտեղ մահվան հոտ էր գալիս։ Աստծո որդին հայտնվեց այնտեղ, որտեղ կյանք չէր փչում, եւ նա սկսեց հռչակել կյանք։ Մեծագույն հրաշքը, որ Աստծո որդին եկավ այն պահին, երբ բոլոր հույսերն արդեն թաղված էին, երբ այլևս շանս չկար, երբ տրամաբանություն չկար արդեն ինչ որ բանի սпасելու, եւ Աստծո որդին հայտնվում է իր հրաշագործ զորությամբ եւ ասում է ես եմ հարությունը ու կյանքը։ Ես գիտեմ, որ քո բոլոր ռեսուրսները սպառվել են։ Ես գիտեմ, որ դու այլևս ինքդ ոչինչ չես կարող անել։ Ես գիտեմ, որ դու վերահսկողությունը ձեռքիցդ բաց ես թողել։ Ես հենց դա էլ ուզում էի։
Ես ուզում էի հասցնեի քեզ մի կետին, որտեղ դու այլևս ոչինչ չես կարող անել, այլ միայն ծնկի գալու հանձնվել։ Հանձնվել ոչ թե իրավիճակին, հանձնվել ինձ։ Ես ամենակարող հավատք չունեմ։ Ես հավատում եմ ամենակարող Աստծուն։ Ես զորավոր հավատք չունեմ։ Ես ունեմ հավատք, որը հավատում է զորավոր Աստծուն։ Ես հրաշագործ հավատք չունեմ, ես ունեմ հավատք այն Աստծուն, որը հրաշագործ է։ Եվ Աստված գալիս է, Հիսուսը գալիս է, որպես կյանք մտնում է Մարթայի ու Մարիամի կյանքի մեջ եւ ասում է. հիմա ամեն բան ավարտված է եւ սա լավագույն ժամանակն է Տիրոջ համար։ Երբ այլևս մարդկային վերահսկողությունից ամեն բան դուրս է, երբ բոլոր հույսերն արդեն թաղված են, երբ այլևս ոչինչ չի մնացել սпасելու։ Դերեկ Պրինսը մի պատգամ ունի հուսահատության աղոթքի մասին, ես խորհուրդ եմ տալիս, դիտեք անպայման դա։ Երբ մարդուն Աստված հասցնում է մի կետի, երբ մարդը ոչ թե աղոթում է, այլ հուսահատության աղաղակ է բարձրացնում։ Այլևս ոչինչ չկա սпасելու, այլևս ոչինչ չկա հուսալու, միայն վերջին աղաղակը, որ Տեր, ես հանձնվում եմ քեզ, ես միայն քեզանից կարող եմ սпасել։ Եվ երբ որ այս ասեց, գնաց թաքուն կանչեց իր Մարիամ քրոջը եւ ասեց. Վարդապետը եկել է, կանչում է քեզ։ Եվ երբ որ լսեց, շուտով վեր կացավ եւ եկավ նրա մոտ։ Հիսուսը դեռ չէր եկել գյուղը, այլ այնտեղն էր, ուր Մարթան եկավ նրա առաջ։ Հուսահատությունը այն Հիսուսին, որին այսքան սիրում էին, անգամ թույլ չի տալիս նորից մտնել քո տունը, պատկերացնում ես։ Նրանք գյուղի առջևում Հիսուսին դիմավորել են ու մինչև այս պահը դեռ Հիսուսին իրենց տուն չեն կանչել։ Առաջին անգամ Մարթան Հիսուսին չի հրավիրում իր տուն։ Բայց հրեաները, որ տանը նրա հետ էին, ահա թե ովքեր էին տանը։ Քո տան մեջ դու մխիթարողների կարիք չունես, ովքեր անհավատություն են սերմանում քո կյանքում։ Քո տան մեջ դու Հիսուսի կարիքը ունես։ Ես հիմա չեմ ասում քո տան անդամներին լարիր տնից, բայց դու Հիսուսի կարիքը ունես, երբ այլևս հուսահատությունն է պատել քեզ։ Հրեաները, որ տանը նրա հետ էին, մխիթարում էին։ Հիմա կտեսնենք, թե ինչպես էին մխիթարում հրեաները։ Բայց հրեաները նրա հետ էին, մխիթարում էին, երբ որ Մարիամին տեսան, թե շուտով վեր կացավ գնաց նրա հետևից, ասելով, թե գերեզման է գնում, որ այնտեղ լաց լինի։ Սա միակ մխիթարությունն է։ Եկեք բոլորս միասին լաց լինենք։ Սա միակ մխիթարությունն է մարդկային։ Ես չեմ ասում պետք չի լաց լինել։ Կա ժամանակ լացելու։ Բայց սա միակ մխիթարությունն է մարդկային։ Ինչ են ասում մարդիկ, երբ որ մարդը դառնություն ունի, կորուստ ունի, դժվարություն ունի, ասում են լացի, որ հանգստանաս։ Բայց երբ որ Մարիամն այնտեղ եկավ, ուր Հիսուսն էր եւ տեսավ նրան, նրա ոտքերն ընկավ եւ ասեց. Տեր, եթե այստեղ լինեիր, իմ եղբայրը չէր մեռնի։ Տեսեք ինչ է ասում, իմ եղբայրը չէր մեռնի։ Որովհետև դու ասացիր, որ սա մահվան համար չի։ Չէ, որ դու ասացիր, Տեր, բայց գիտես ինչու մահացավ, որովհետև դու չեկար։ Որովհետև դու չհասար, Տեր։ Այս անգամ Հիսուսը չի պատասխանում։ Հիսուսը, երբ որ նրան տեսավ, որ լաց էր լինում, եւ նրա հետ եկած հրեաներն էլ, որ լաց էին լինում, իր հոգով խռովեց եւ հուզվեց։ Եվ միակ բանը, որ Տերը հարցնում է, ուր դրեցիք նրան։ Ասեցին Տեր, եկ եւ տես։ Հիսուսը արտասվեց։ Դու մտածում ես, որ Աստված քո զգացմունքները, քո էմոցիաները չի հասկանում։ Դե դու ամենակարող Աստված ես, քեզ համար շատ հեշտ է, ես եմ անցնում այս տառապանքով։ Դու ինձ չես հասկանում։ Նա հասկանում է, որովհետև 2000 տարի առաջ նա 3.5 տարի երկրի վրա ապրեց հենց քեզ նման, որպեսզի հասկանա քեզ, եւ նա հասկանում է քեզ։ Հիսուսը արտասվեց։ Հիմա տեսեք ինչպես էին մխիթարում հրեաները։ Հրեաներն էլ ասում էին, տես ինչպես էր սիրում նրան։ Նրանցից ոմանք էլ ասում էին, միթե սա,
որ կույրի աչքերը բացեց, չէր կարող անել, որ սա էլ չմեռներ։ Երբ մարդը իր պատկերացումներն ունի Աստծո գործունեության եւ հավատքի մասին, միթե Աստված չէր կարող այնպես անել, որ ես չհայտնվեի այստեղ։ Միթե Աստված չէր կարող այնպես անել, որ ես չհիվանդանայի, միթե Աստված չէր կարող այնպես անել, որ այս ավտովթարը տեղի չունենար։ Միթե Աստված չէր կարող այնպես անել, որ ես այս ֆինանսական խնդիրների մեջ չհայտնվեի։ Միթե Աստված չէր կարող դա կանխել հենց ամենասկզբում։ Սա, որ կույրի աչքերը բացեց, նրանք տեսել էին։ Հրեաները տեսել էին, որ Հիսուսը կույրի աչքերը բացել էր, եւ ասում էին, սա նույնն է, նույն Հիսուսն է։ Միթե չէր կարող անել։ Դե եթե սիրում էր, ինչու չարեց։ Եթե սիրում էր, ինչու նրա համար չարեց։ Ուրեմն չէր սիրում։ Հիսուսը դարձյալ խռոված եկավ գերեզմանը, եւ գերեզմանը մի քարայր էր, եւ մի քար կար նրա վրա դրված։ Սա վերջնականապես թաղված հույսերն են։ Այս գերեզմանի մեջ չի գտնվում միայն Ղազարոսը, Ղազարոսի հետ Մարիամն ու Մարթան կորցրել էին իրենց բոլոր երազանքները գուցե։ Նրանք այսպես թե այնպես հեշտ կյանք չէին ունեցել, եթե կարդում եք նրանց պատմությունը։ Այս ընտանիքը հեշտ կյանք չի ունեցել։ Ու հիմա բոլոր երազանքները, բոլոր հույսերը թաղված են եւ այն աստիճան են թաղված, որ մարդն այլևս շանս չունի, մարդն այլևս ցանկություն չունի դրանց հարություն տալու եւ դրա համար էլ փակում է քարով։ Ինձ այլևս չի հետաքրքրում։ Ինձ այլևս չի հետաքրքրում Աստված կանի, չի անի, ամեն բան ինձ համար մեկ է։ Կլինի, չի լինի, կբժշկի, չի բժշկի, ինձ չի հետաքրքրում։ Այլևս չի հետաքրքրում։ Փակեք այդ քարը։ Փակեք այդ գերեզմանը։ Ես այլևս չեմ ուզում ոչ հիշեմ, ոչ լսեմ, ոչ խոսեմ։ Ես այլևս չեմ ուզում ոչ աղոթեմ, այլևս չեմ ուզում ոչ եկեղեցի գնամ։ Ինձ չի հետաքրքրում։ Սա է հուսահատությունը։ Եթե դու սիրեիր, դու կգայիր ժամանակին։ Ու այս ամբողջ ընթացքում Հիսուսը լուր քայլում է դեպի այդ գերեզմանը, տեսնում է այդ գերեզմանի քարը։ Այնտեղ, որտեղ պահված է այն, ինչ Հիսուսը սիրում է, նա, ում Հիսուսը սիրում է։ Հիսուսը ասեց. այդ քարը վեր արեք։ Եվ մահացածի քույրը Մարթան ասեց. Տեր, տեսեք, սա այն Մարթան էր, որին Հիսուսն ասեց, քո եղբայրը հարություն կառնի։ Թվում էր, թե դրանից հետո պիտի որ հավատքը եռար ու Մարթան ասել, մի հատ շուտ այդ քարը քաշեք։ Մարթան ասում է, Տեր, ես քեզ հասկանում եմ, գիտեմ, որ դու սիրում ես Ղազարոսին։ Գիտեմ, որ դու բարի կամեցող ողորմած Աստված ես։ Բայց արդեն 4 օրվա է։ Արդեն մահացած է, էլի մաս չունի, արդեն հոտած է։ Երբևէ այնքան հուսախապ եղել ես, երբ որ արդեն այդ հույսերից հոտ է գալիս։ Այնքան ես թաղել, այնքան խորը, այնքան է մնացել այդ գերեզմանում արդեն հոտ է գալիս։ Դու ինքդ արդեն սարսափում ես դրանց մոտիկ գնալ։ Դու դրանց մասին հիշելուց արդեն վատ զգացողություն ունես։ Դու այլևս չես ուզում հիշես։ Ես չեմ ուզում։ Արդեն հոտած է, Տեր։ Եթե անեիր, պիտի անեիր ժամանակին, բայց արդեն վերջ։ Դու արդեն չհասցրեցիր գալ։ Իմ հույսերն արդեն սպառվել են, դրանք արդեն թաղվել են, ես վաղուց թաղել եմ դրանք։ Արդեն 4 օրվա է, Տեր։ Ես սպասեցի քեզ, ես հավատացի քեզ։ Ես աղոթեցի, հռչակեցի, ես խնդրեցի հովիվները աղոթեցին, խնդրեցի եկեղեցին աղոթեց, բայց ոչինչ չփոխվեց, Տեր Աստված։ Դու ուշացար, Տեր։ Ես թաղեցի իմ հույսերը։ Արդեն 4 օրվա է։ Էլ իմաստ չունի, Տեր։ Եվ Հիսուսի պատասխանը. Ես չասացի քեզ, որ եթե հավատաս, Աստծո փառքը կտեսնես։ Աստված իմ, քանիսը եք ուզում Աստծո փառքը տեսնել ձեր կյանքում։ Մեզանից ամեն մեկը կամենում է Տիրոջ փառքը տեսնել իր կյանքում։ Բայց գիտեք, որ Աստծո փառքը տեսնելու համար կարիք կլինի գին վճարել։ Գիտեք որն է գինը, երբ որ քո կյանքը քո վերահսկողությունից ամբողջությամբ դուրս է պրծնում։ Երբ որ դու այլևս ձեռքերով ոչինչ չես կարող պահել։ Աստծո փառքը տեսնելու համար Աստված քեզ պիտի հասցնի այն կետին, որտեղ դու այլևս ոչինչ չես կարող փոխել։
որտեղ հողը կարծես ոտքերի տակից փախչում է։ Արդյոք մեր եկեղեցին, Աբովյանի քաղաքային եկեղեցին ուզում է տեսնել Աստծո փառքը։ Սիրելի եկեղեցի, դրա համար գին է պետք վճարել։ Սրա համար կա գին։ Գիտեք որներ է գինը։ Վստահել Աստծուն։ Վստահել նրա ժամանակին։ Տերը գիտի ամեն բան։ Եվ Տերը չի ուշանում։ Տերը կարող է այնպես անել, որ բժշկի, բայց կարող է բժշկել ոչ մեր ուզած ժամանակին։ Տերը կարող է բժշկել ակնթարթորեն, Տերը կարող է բժշկել 10 օր հետո, Տերը կարող է նաև չբժշկել։ Բայց ինչ էլ որ լինի, Հիսուսը կանգնում եւ ասում է. Դուք նկատեցիք, որ Հիսուսը Մարթային ինչ ասեց. Ես եմ բժիշկը։ Նա ասաց. Ես եմ հարությունը եւ կյանքը։ Մարթա, դու ավելին ես ուզում, քան ես։ Ես կենթանի Աստծո որդին, որ հարությունն եմ ու կյանքն եմ, քեզ համար եկել հասել եմ այստեղ, կանգնել եմ քո առաջ, մտել եմ քո սիրտը, քո տան մեջ։ Դու մտածում ես, որ դու կարող ես ունենալ ավելին։ Դու մտածում ես, որ ես քեզ կարող եմ տալ ավելին, քան ինքս ինձ։ Սաղմոս 2-ն ասում էր, ինչպես որ եղջերուն փափագում է ջրի վտակներին, իմ անձը քեզ է փափագում, Տեր Աստված։ Երբ պիտի արթնանամ, որ նորից Տիրոջ առաջ գամ։ Ինչպես է եղջերուն փափագում ջրի վտակներին, ծարավը հագեցնելու համար։ Այդպիսի փափագով Սաղմոս 2-ն ասում էր, ես քեզ եմ սպասում, Տեր, ես քեզ եմ սպասում։ Ամեն ինչից առավել ես քեզ եմ սպասում։ Եվ Հիսուսն ասում է, այդ քարը մի կողմ դրեք։ Եվ Մարթային ասում է, քեզ չասացի, որ հավատաս, Աստծո փառքը կտեսնես, եւ քարը վեր առան։ Միակ պատասխանատվությունը այս ամենի մեջ, սիրելի եկեղեցի, եթե դու ուզում ես Աստված այցելություն անի եւ իր փառքը ցույց տա, այսօր դու պիտի դուրս բերես այդ քարը։ Դու պիտի հրես այդ քարը, քո հույսերը, քո խոստմունքները, այն երազանքները, որ Աստծուց դրվել էր քո ներսում, որոնք դու թաղել ես, այսօր այդ քարը պիտի դուրս հրվի, որպեսզի Տերը կանչի քո հույսերը դեպի դուրս, քո երազանքները դեպի դուրս, որ Աստված հարություն տա քո թաղված հույսերին։ Եվ քարը վեր առան, ուր որ մեռելը դրված էր։ Հիսուսը իր աչքերը դեպի վեր բարձրացրեց եւ ասաց. Հայր, գոհանում եմ։ Գոհանում եմ քեզանից, որ ինձ լսեցիր։ Եվ ես գիտեի, որ միշտ լսում ես ինձ, բայց այս շրջակա ժողովրդի համար ասեցի, որ հավատան, թե դու ուղարկեցիր ինձ։ Եվ այս ասելով մեծ ձայնով աղաղակեց. Ղազարոս, դուրս եկ։ Հիսուսը 5 ժամ չաղոթեց, 3 օր ծոմ չպահեց։ Հիսուսը նայեց ուղիղ գերեզմանին բացված ու ասեց. Ղազարոս, դուրս եկ։ Նա հարություն տվեց, կանչեց քո հույսերին, քո սպասումներին, քո երազանքներին, քո խոստմունքներին։ Եվ մեռելը ինչ արեց? Դուրս եկավ։ Մեռելը ուրիշ տարբերակ չուներ։ Ոնց մտել էր, այդպես էլ դուրս եկավ։ Ղազարոսը իմիջիալոց ոչ տանելուց էր վերահսկում ինչ-որ բան այդ գերեզման, ոչ էլ դուրս գալուց։ Ոչինչ չհասկացավ այս մարդը։ Միայն այն հասկացավ, որ մի պահ անջատվեց ու մի պահ զարթնեց։ Եվ մեռելը դուրս եկավ, ոտները եւ ձեռքերը պատանով կապված եւ երեսը վարշամակով պատած, դե արդեն պատկերացրեք մի հատ մումիա կանգնած է մարդկանց առաջ։ Հիսուսը ասեց. Արցակեք, թող գնա։ Այսօր կենթանի Աստծո որդին, որը հարությունն ու կյանքն է կանգնած է քո առջև ու ասում է. այն հույսերը, որ դու թաղել ես, այն խոստմունքները, որ դու թաղել ես, այն երազանքները, որ դու թաղել էիր ու քարը քաշել էիր, Հիսուսը կանչում է քո երազանքներին ու հույսերին ու ասում է դուրս եկ այդ գերեզմանից։ Եվ գիտես ինչն է նաև քո պատասխանատվությունը? Արձակիր։ Սիրելի եկեղեցի, այսօր ես խոսում եմ վստահաբար, որ Տերն է խոսում մեր կյանքում։ Այսօր ձեզանից ոմանք կան, որ պետքա արձակեն իրենց երազանքներն ու հույսերը։ Այսօր դուք պիտի ազատ արձակեք։ Բաց թողնեք ձեր երազանքները, որովհետև Աստված հարություն է տալիս մեր հույսերին։ Աստված պատրաստվում է դրանք գործի դնել։ Եվ
Այս պատմության վերջին խոսքը, որը եզրափակում է ամբողջ այս պատմության եւ իրադարձության իմաստը, որ Աստված սպասեց, նորից սպասեց, ելի սպասեց, երբ որ վերցրեց ամբողջ վերահսկողությունը իր ձեռքը, տեսան Աստծո փառքը։ Աստված ուշացնում է ոչ թե այն պատճառով, որովհետև կամենում է ցավեցնել քեզ, Աստված պատրաստվում է անել ավելին, քան դու կարծում ես։ Աստված պատրաստվում է անել ավելին, թեև դու հիմա գուցե չես էլ հասկանում, այդ ինչ ավելին պիտի անի, եթե նա արդեն ուշացել է, եթե նա իմ կյանքում ժամանակին, երբ ես աղաղակում էի, չէր պատասխանում, ինչ պիտի անի նա հիմա, բայց Աստված գիտի իր փառքը հայտնել։ Պարզապես անհրաժեշտ է բաց թողնել եւ անել միայն մեր բաժինը։ Աստված ասում է գնա եւ դուրս բեր այն խոստմունքները, որ ես տվել էի քեզ։ Այն հույսերը, որ ես տվել էի քեզ, նորից դուրս բեր ու բեր իմ առաջ, որովհետև ես պատրաստվում եմ կանչել դրանք։ Ես քեզ հետ դեռ չեմ ավարտել։ Այդ դու մտածեցիր, որ ես ավարտել եմ քեզ հետ։ Ես քեզ հետ չեմ ավարտել։ Եվ 45-րդ խոսքն ասում է. Եվ հրեաներից շատերը, որ Մարիամի մոտ էին եկել, տեսան, ինչ որ արեց Հիսուսը, եւ ինչ արեցին, հավատացին նրան։ Տեր իմ Աստված, հրեաներից շատերը, ոչ թե ոմանք, շատերը։ Դուք գիտեք ինչ էր նշանակում հրեային դարձի բերելը։ Պողոս առաքյալն իր ամբողջ կյանքում պայքարեց սրանց հետ։ Այնքան պայքարեց, երբ որ հասավ հուսահատության ու ասեց. ձեր մեղքը ձեր գլուխը։ Ես գնացի։ Ես այսուհետ գործ կունենամ հեթանոսների հետ։ Բայց հրեաները մի բան չէին կարող հերքել, երբ որ տեսնում էին Աստծո փառքը։ Իմ Աստված, ես ստիպված պիտի լինեի այս գինը վճարեի, որպեսզի դու սանեիր իմ կյանքում։ Ես մտածում էի, որ դու ինչ որ բան ուզում ես անել ինձ համար, բայց դու ինձ բերեցիր ու հասցրեցիր հուսահատության այս կետին, որպեսզի ցույց տաս քո փառքը, որից ոչ միայն ես կօգտվեմ, այլ շատերը։ Ձեզանից ոմանք անգամ չեք պատկերացնում, որ Աստված ձեզ հասցրել այդ կետին եւ թույլ է տվել ձեզ անցնել դրանով ոչ թե ձեզ համար, այլ այն հարյուրավոր հազարավորների համար, ովքեր այդ փառքից պիտի դառնան դեպի Տիրոջը։ Աստված պատրաստվում է հարություն տալ մեր թաղված հույսերին։ Եկեղեցի Աստված պատրաստվում է մեզ որպես եկեղեցի հարություն տալ։ Մեզանից շատերը արդեն փակել ենք այդ գերեզմանը։ Մեզանից շատերը այդ գերեզմանի մեջ արդեն դրել ենք մեր ավետարանչությունը։ Դե էլ ինչ իմաստ ունի ավետարանել։ Էլ ինչ իմաստ ունի սпасել արթնության։ Տեղից էլ աթոռ չկա նստելու։ Էլ ինչ ենք անում։ Հետո պիտի իմ տեղը զիջեմ մեկին։ Ինչ արթնություն, էլ ինչ արթնություն։ Ինտերնետը կա, բոլորը լսում են, սրանք թաղված հույսեր են, որովհետև ես վստահ եմ, որ մեկ օր մենք վառված ենք եղել արթնության ցանկությամբ։ Ամենակիչը, որ քրիստոնյաները այսօր, ամենաշատը, որ քրիստոնյաները այսօր խոսում են, դա արթնությունն է։ Ամենակիչը, որի համար քրիստոնյաները գործում են, դա արթնությունն է։ Մենք թաղել ենք մեր բոլոր հույսերը։ Թաղել ենք հույսերը, որտեղ գրված էր, որ Աստված կգործածի մեզ իր փառքի համար։ Աստված ուշացրեց, նա դուրս եկավ մեր օրացույցից, նա արեց բաներ, թույլ տվեց բաներ, որոնք որ մեր պլանների, մեր ծրագրերի մեջ չէին մտնում։ Փառաբանության խումբը կարող ենք պատրաստվել փառաբանի երկրպագության, մենք ավարտում ենք։ Աստծո խոսքը առակած գրքում ասում է, ուշացած հույսը սիրտը հիվանդացնում է, բայց կատարված փափագը կենաց ծառ է։ Աստված գիտի, որ ուշացած հույսը սիրտը հիվանդացնում է։ Խնդիրը գիտեք որն է, որ Աստված երբեք չի ուշացնում հույսը։ Խնդիրը այն է, մենք հուսահատվում ենք։ Դու գիտեք ինչ է ընդհանրապես հոգսը։
Ինչ է հոգսը։ Հոգսը այն է, երբ որ մարդը իրավիճակի վերահսկողությունը վերցնում է իր ձեռքի մեջ։ Սա է հոգսը։ Դրա համար երբ Աստված ասում է հոգս մի արեք, դա այնքան պարզ է, որ պիտի ինչ-որ մեկին գտնես, որ քեզ օգնի սխալ հասկանաս։ Հոգս մի արեք։ Աստված այսօր, չնայելով նրան, որ դու արդեն այդ քարը քաշել ես գերեզմանի վրա, թաղել ես այդ հույսերը, Հիսուսն այսօր եկել է որպես կյանք եւ հարություն տալու անհատապես քո հույսերին, եկեղեցի հարություն տալու եկեղեցու հույսերին, եկեղեցու սպասումներին։ Մենք չպիտի դադարենք սպասել Տիրոջ փառքը, մենք չպիտի դադարենք սպասել Տիրոջ արթնությունը այս քաղաքում, այս եկեղեցում։ Ու եթե մենք թաղել ենք դա ու քար ենք քաշել դրա վրա, ժամանակն է այդ քարը մի կողմ բրդելու։ Եվ ես ուզում եմ, որ անհատապես մեզանից ամեն մեկն այսօր այս խոսքը վերցնի ու այն, ինչ որ մենք թաղել ենք, նորից քարը մի կողմ բրդենք, որովհետև Աստված պատրաստվում է կանչել, եւ դու պիտի նաեւ կանչես։ Դու պիտի կանչես։ Նրա անունն էր Ղազարոս։ Ինչ է քո հույսերի անունը։ Ինչ է քո հույսերի անունը։ Քո ընտանիքի փրկությունը դու պիտի կանչես։ Ժամանակն է ոչ թե աղոթելու, այլ կանչելու։ Քո երեխայի փրկությունը դու պիտի կանչես այդ փրկությունը։ Քո բժշկությունը, քո ընտանիքի բարեկեցությունը դու պիտի կանչես։ Քո կոչումը դու չես աղոթելու քո կոչման համար, դու կանչելու ես քո կոչումը։ Եվ Աստված պատրաստվում է հարություն տալ մեր բոլոր թաղված հույսերին։ Երբ Աստված հարություն կտա, երբ Աստված իր փառքը կհայտնի, դա ոչ թե միայն կլինի քեզ համար, այլ շատերի համար։ Դու նույնիսկ չգիտես, որ քո հուսահատության մեջ, հիմա նստած ես քո փոքր հուսահատության մեջ, բայց դու պատասխանն ես քո կողքինի։ Ու Աստված չի պատասխանի քո կողքինին, քանի դեռ դու քո հուսահատությունից դուրս չես եկել։ Որովհետև դու միայն մտածում ես քեզ համար։ Ես կարիք ունեմ, ես մխիթարության կարիք ունեմ, ես կարիք ունեմ ինչ-որ մեկը ինձ ոգևորի։ Բայց դու նույնիսկ չգիտես, որ սա միգուցե վերջին օրն է, որ քո կողքինը որոշել էր եկեղեցի գար։ Դու նույնիսկ չգիտես, որ այս դահլիճ մի օր կմտնի մի մարդ, որ դա վերջին օրն էր, որ պատրաստվում էր իր կյանքին վերջ տալ։ Որովհետև մենք մտածում ենք, որ դա միայն մեզ համար է։ Ես կարիք ունեմ, ես կարիք ունեմ։ Աստված մեր հայացքը ուզում է շեղի մեր սեփական փոքր կարիքներից դեպի ավելի մեծը։ Միգուցե քո կարիքը քեզ համար ամենակարևորն է։ Բայց ես նորից եմ ասում, երբ Աստված կպատասխանի, երբ Աստված հարություն կտա քո այդ հույսերին, դու կտեսնես, որ դա նաև քո կողքինների համար էր։